մեդիայի ուղիղ եթերում Ռեյնյուզ լրատվականը շարունակում է իր աշխատանքը։ Տաղավարում Աննա Մարգարյանն է։ Ողջույն։ Մենք շարունակում ենք անջատել աղմուկն ու խոսել կարևորի մասին։ Հայաստանի ու աշխարհի լրահոսը դարձնել հասանելի ու թափանցիկ ձեզ համար։ Ճամբարակ քաղաքի բնակելի շենքում պայթյունից եւ բռնկված հրդեհի հետևանքով ըստ նախնական տվյալների 4 մարդ է մահացել։ Կան նաեւ վիրավորներ եւ անհետ կորածներ։ Դարձյալ նախնական տվյալով պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքից, փլուզվել են շենքի 4-րդ, 3-րդ եւ 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։ 7 չափահաս եւ 4 անչափահաս անձինք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի առողջության կենտրոն։ Կան անհետ կորածներ։ Դեպքի վայրում աշխատում է 200-ից ավելի փրկարար։ Դեպքի վայրում էր նաև մեր նկարահանող խումբը, որից ամբողջական ռեպորտաժ ենք ակնկալում մեր հիմնական թողարկմանը։ Ամենայն հայոց կաթողիկոսն անցած գիշեր խախտեց լռությունը։ Մինչև Գարեգին II հայրապետի ժամանումը հայրենի կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Facebook-յան գրառմամբ իր կուսակիցներին եւ գաղափարակիցներին կոչ էր արել կեսգիշերին հավաքվել Զվարթնոց օդանավակայանում եւ դիմավորել ամենայն հայոց կաթողիկոսին։ Կեսգիշերն անց նորին Սուրբ Օծությունը, հոծ բազմությունն ու լրագրողներ էին սպասում։ Վերջին զարգացումների առիթով հոգևոր առաջնորդը նշել է, որ եկեղեցական կարգ ու կանոնով նմանօրինակ հարցերը քննարկում ու լուծում են համապատասխան մարմինները։ Գարեգին II վեհափառը շեշտել է, որ հանրության վրդովմունքի այս տեսակ արտահայտումը նույնիսկ պարտավորեցնող է։ Հարցի լուծումը հայոց եկեղեցու առաջնորդն առանց ավելորդ հուզականության գործերով հաղթահարելու մեջ է տեսնում։ Անցած գիշեր վեհափառին դիմավորողների կողքին էր մեր թղթակից Սիմոն Հովանիսյանը։ Զվարթնոց օդանավակայանում ենք, որտեղ մարդիկ եկել են իրենց աջակցությունը հայտնելու Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին, եկել էին ասելու, որ հայոց եկեղեցին անկախ է եւ պետությունը ամեն դեպքում չպետք է խոչընդոտի եկեղեցու գործունեությանն ու չխառնվի եկեղեցու գործերին։ Հիշեցնեմ, որ վարչապետ Փաշինյանն առաջարկում էր հանձնաժողով ստեղծել, որի միջոցով կկարողանա ոչ միայն հեռացնել Գարեգին II-ին, այլև նոր կաթողիկոսական ընտրություններ սահմանել։ Եկեղեցուն հարված հասցնելը դա հարված է մեր ինքնությանը։ Այս արշավը ես կրկնում եմ շատ ավելի վտանգավոր եւ աննախադեպ եմ համարում իր հետապնդած նպատակների մեջ։ Խնդիրը դրված ռազմավարական մակարդակում հասնել եկեղեցու փաստացի չգոյությանը, ոչնչացմանը։ Ինքը ավելի լավ կլինի նույն ոգևորության փնտրի անհայտ կորածներ։ Ինչպես է վերաբերում եկեղեցին այս հանձնախմբին։ Բնականաբար բոլոր այս քայլերը անօրինական են եւ դատապարտել։ Աննա Հակոբյանը խոսում է մանկապիղծ հոգեվորականների մասին։ Այդ հարցերին բազմաթիվ անգամներ արձագանքներ եղել են։ Իրավական դաշտում դա քրեական հանցակազմ է պարունակում իր մեջ, եթե նման տեղեկություն կա, կարող են դիմել համապատասխան մարմիններ։ Եկեղեցու եւ եկեղեցականությանը վերաբերող հարցերը կարգած եւ կանոնած համաձայն քննարկվում են համապատասխան մարմինների կողմից։ Մենք միասնաբար պիտի կարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները մեր կյանքի, մեր ժողովրդին հույսով։ Ամուր մնանք մեր հավատքի, մեր լավատեսության, մեր արիական ոգու մեջ եւ այնպես ընթանանք դեպի նոր ժամանակներ մեր կյանքի։ Անշուշտ միջավայրը ժամանակը, որ սկսեցին այս դեպքերը ծավալվել, այո, համընկավ Շվեյցարիայում մեր վեհափառ հայրապետի հայտնի ելույթի հետ, որտեղ ուղղակի հնչեցվեց բռնազավթված Արցախ բառակապակցությունը, այնուհետև պատասխան Ադրբեջանից, նույն պատասխան այստեղ, ես ասում եմ Փաշազադեն եւ նրա ճակերտավոր հայ ազգանվանակիցը։ Դուք հավատավոր զավակները զորությունն եք, մեր եկեղեցու եւ մեր ազգի։ Ձեզանով է միշտ շեն ու պայծառ հայոց եկեղեցին եւ հայոց երկիրը։ Աստված օրհնի ձեզ, զորացնի ձեզ, որպեսզի մեր կյանքի ընթացքը լինի խաղաղաբեր, երջանիկ ու բարոր։ Իրոջ օրհնություն ամենքին։
Հերթական գրառումով վարչապետ Փաշինյանը Մայրաթորից պահանջում է պարզաբանել, համաձայն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կանոնների ինչ է տեղի ունենում, երբ պարզում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը եւ կուսակրոնության ուխտի ստանձնումից հետո զավակ է ունեցել։ Հիշեցնեմ, Փաշինյանը խոստացել էր ապացուցել, որ ամենայն հայոց կաթողիկոսը զավակ ունի։ Երեկվա գրառման մեջ էլ շարադրել էր, որ ստեղծելու է համակարգող հանձնախումբ, որը նրա խոսքով ազատելու է Վեհարանը Գարեգին II-ից։ Սփյուռքի հոգևոր այրերը շարունակում են արձագանքել պետություն եկեղեցի հարաբերություններին շրջադարձային փոփոխություններին։ Ռումինիայի հայոց թեմից հետո իր ձայնը լսելի է դարձրել Հարավային Ամերիկայի հայոց թեմը, հայտարարություն տարածելով ի պաշտպանություն ամենայն հայոց Գարեգին II կաթողիկոսի։ Հարավային Ամերիկայի հայոց թեմերի առաջնորդները, ողջ հոգևոր դասը, ազգային եկեղեցական կենտրոնական վարչությունները, թեմական խորհուրդների անդամները եւ հավատացյալ ժողովուրդը անվեհապահ զորակցություն են հայտնում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին B. Վեհափար հայրապետին, նշված է հաղորդագրությունում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ հանդիպումը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, կարևորելով դրա դերը ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության ամրապնդման գործընթացում։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդին Հայաստանում իրականացվող ժողովրդական բարեփոխումների շարունակական աջակցության համար։ Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն իր հերթին վերահաստատել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ եւ օժանդակելու ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններին։ Նա նաև շնորհավորել է վարչապետ Փաշինյանին առ այն, որ 2026 թվականին Հայաստանում անցկացվելու են Եվրոպական համայնքի գագաթնաժողովը եւ COP18-ը, դա որակելով որպես Հայաստանի աճող միջազգային հեղինակության վկայություն։ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովից հետո արտգործնախարար Արարատ Միրզոյանը շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Միրզոյանը երեկ հանդիպել է Սինգապուրի արտաքին գործերի նախարար Վիվիան Բալակրիշնանի հետ։ Քննարկման առանցքում Հայաստանի եւ Սինգապուրի միջև համագործակցության զարգացումը եւ երկկողմ օրակարգի հարստացման կոնկրետ ուղղություններն են։ Երկու կողմերն էլ շարունակական փոխգործակցություն ապահովելու պատրաստակամություն են հայտնել։ Facebook-յան իր գրառումներում եկեղեցու մասին նաև հիմա անցնենք բյուջե 2024-ի քննարկումներին։ Գուցե իրական օրակարգը քննարկելու համար երեկ երեկոյան տեղի էր ունեցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքացիական պայմանագրի գրասենյակից հստակ մանրամասներ չեն հայտնում։ Ըստ հաղորդագրության քննարկվել են կուսակցական, քաղաքական եւ հանրային կարեւորություն ունեցող, ինչպես նաև կուսակցության առաջիկա համաժողովին առնչվող հարցեր։ Վարչապետին իմպիչմենտ հայտնելու թեմայով այսօր հանդիպել են խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացուցիչները։ Հայաստան եւ Պատիվ ունեմ խմբակցությունները քննարկել են հնարավոր համագործակցությունը վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործում։ Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը Դավիթ Համբարձումյան տեխնացուով արդեն իսկ մեկնարկած է։ Ասել ենք, կա, պատրաստ ենք գործընթացի, այդ թվում նաև այն տեխնացուով, որով իրենք առաջադրել։ Հայաստանից ռուսական զին անձնակազմը դուրս բերելու Բաքվից հնչող հայտարարությունների մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի լսել։ Փոխարենը տեղյակ է Բաքվի մտահոգություններից եւ ըստ նրա արդարացի մտահոգություններին կապված Հայաստանում Եվրամիության առաքելության գործունեության հետ լավ հայտնի է, թե ինչ են անում այսպես կոչված առաքելության աշխատակիցները։ Նրանք լրտեսում են Հայաստանի հարևան երկրներին։ Իհարկե նրանք չեն զեկուցում Երևանին եւ չեն նպաստում տարածաշրջանում որևէ կայունության։ Ինչ վերաբերում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանին, մենք որևէ ազդանշան չենք ստացել Երևանից դրա դուրսբերման վերաբերյալ, ասել է Զախարովան։ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացման մասին հայ լրագրողի հարցից Զախարովան հունից դուրս է եկել։ Նախ նշել է, որ այդ հարցի շուրջ աշխատում են իրենց Ադրբեջանի գործընկերների հետ, ապա ինքն է հարցրել, թե ինչու հայկական կողմին չեն հետաքրքրում այլ երկրներում քանդվող այլ հուշարձանները։ Ни разу не слышала и не видела.
никаких материалов. Ես երբեք չեմ լսել կամ տեսել որևէ նյութ այս հարցի վերաբերյալ։ Ես երբեք չեմ տեսել զանգվածային աջակցություն մեր հիշողության պաշտպանության գործում, այդ թվում ծագումով հայ խորհրդային զինվորների։ Մենք միշտ ամեն ինչ անում ենք նրանց հիշատակը պահպանելու համար։ Մենք ամեն ինչ անում ենք նրանց պղծումից պաշտպանելու համար։ Ինչու այս իմաստով դուք երբեք չեք հարցնում։ Եվ ոչ միայն մեզ, այլև գուցե ձեր սեփական երկրում։ Ինչ համատեղ ջանքեր են գործադրվում այս առումով։ Իսկ Ուկրաինայում ինչ է, Կարմիր բանակում հայկական արմատներով զինվորներ չկային, երբ դիակները արտաշիրիմում էին, հուշարձաններ էին քանդում։ Մենք հիանալի հասկանում ենք, թե ինչու, ինչ պատճառով եւ ինչ համատեքստում եք բարձրացնում այս թեման։ Խնդրում եմ, մի արեք դա։ Որոշ չափով արդեն պարզապես սրբափոխություն է դառնում ինձ պարբերաբար նման հարցեր տալը։ Սյունեցիներին կրակոցներով չես վախեցնի։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի գիշերային կրակոցներն ազդում են տարածաշրջանի բնակիչների տիրող տրամադրությունների վրա։ Մարզպետը հաստատել է, որ թշնամին շարունակում է կրակել գիշերը։ Տներին վնաս հասցնելու նոր դեպքեր չկան, ասել է մարզպետը։ Խուճապը սյունեցիների շրջանում դժվար կտարածվի այս եղանակով, բայց թե կոնկրետ բուն նպատակ որն է դժվար կլինի պատասխանել, որովհետև կարող են պատճառները տարբեր լինել։ Այն, որ այդ կրակոցները գիշերային ձայներին ժամերին լսելի են, դա միանշանակ է։ Նպատակները կարող են խիստ տարբեր լինել։ Կրակոցների ֆոնին դեռ խաղաղության օրակարգին հավատում են ձեր բնակիչները։ Կրակոցների ֆոնին ավելի շատ է մարդ հավատում եւ հույս ունենում, որ խաղաղություն կլինի։ Իսկ գյուղատնտեսական աշխատանքներ հնարավոր է լինում իրականացնել։ Այո, իհարկե։ Չէ, որովհետև ընդհանրապես ցերեկային ժամերին կրակոցներ չեն լսում, ինքը հատուկ գիշերային ժամերին է կրակոցները։ Այսինքն Ղուկասյան մարդիկ ուզում են թողնել գնա, որտեղ այդպիսի ինֆորմացիաներ տարածվում են եւս որ մարտնաստրամադրություններ։ Այո, հերքում եմ, որ մարդիկ ուզում են գնալ։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի փորձագիտական աշխատանքային խմբերը շարունակում են բանակցությունները կառավարության ներկայացուցիչների հետ։ Բնակարանային ապահովման, սոցիալական աջակցման, զբաղվածության եւ այլ հարցերի շուրջ։ Խորհրդի անդամներն այսօր հայտարարել են որոշակի դրական արդյունքների մասին, ինչը սակայն չի բավարարում նրանց ներկայացրած պահանջներին։ Արդյունքները ներկայացրեցինք, բայց բանակցությունները շարունակում են, այսինքն փակուղի չի մտել, բայց մենք ունենք հետևյալ խնդիրը։ Մի ամսից հետո մեր հայրենակիցների զգալի հատվածը բախվելու է շատ լուրջ խնդիրների առջև, այսինքն նույն խնդիրները, որ բնակվածը չեն կարողանալու տալ եւ սոցիալական ծանր վիճակի առջև են կանգնելու։ Եվ այդ առումով հստակ ունենք դիրքորոշում։ Այս արդյունքները բավարար չեն։ Մենք հունիսի 23-ին հայտարարելու ենք պայքարի երկրորդ փուլի մասին։ Երևանի քաղաքապետարանը շարունակում է ապօրինի շինությունների ապամոնտաժումը։ Reopen Media-ի նկարահանող խումբն այսօր բնակիչների ահազանգով մեկնել է Նուբարաշենի G5 թաղամաս, որտեղ ըստ տանտիրոջ առանց ծանուցման քանդվել է կառուցման փուլում գտնվող փայտե շինությունը։ Մնալ եմ ստեղ, որ քանդեք ինձ հետը սպանեք, ինձի խափել են ասել չեն քանդելու, սպասելու ենք իրանք անդու մենակ տնից դուրս արի հանգստացի, տնից դուրս եմ եկե, ձեռներս բռնել են, չեն թողել ոչ մի տեղ եթամ ու սկսել են տունը քանդել են։ Երևանի 2024 թվականի բյուջեի կատարողականը այսօր ներկայացրել են քաղաքապետ Տիգրան Ավինյանը, գյուղատնտեսության գծով էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։ Քննարկմանը հետևել է Մոնիկա Հայրոյանը։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2024-ին նախորդ տարվա համեմատ աճել է 1,6%-ով եւ կազմել 958,8 միլիարդ դրամ։ Ազգային ժողովում անցած տարվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվության հերթը գյուղոլորտի պատասխանատուինն էր։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է, որ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ իրականացվում է 5 հիմնական ծրագիր, որոնք նպատակ ունեն բարելավել ոլորտի արդյունավետությունը եւ ապահովել կայուն աճ։ Նշեմ, որ բուսաբուծության ոլորտում արձանագրվել է 455,6 միլիարդ դրամ, որը աճել է 0,9%-ով, իսկ անասնաբուծությունը շուրջ 503,2 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա նկատմամբ աճել է 2,2%-ով։ Ընդդիմությունը դժգոհել է գյուղոլորտի ընդամենը 1,6%-ով աճի ծավալից, թեև ծախսվել են զգալի ֆինանսական միջոցներ։ Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը կարծիք է հայտնել, որ այդ աճն էլ հիմնականում պայմանավորված է ծաղիկների, ինչպես նաև կոնյակի եւ կոնյակի սպիրտի արտահանմամբ։
Ըստ նրա, հողագործության եւ անասնապահության ոլորտներում գրանցվել է էական անկում, անգամներով նվազման ցուցանիշով։ Շատ ջերմոցային տնտեսությունները նաեւ ծաղկի արտահանում են արտահանմամբ են սկսել զբաղվել, բայց դա չի նշանակում, որ մի բանջարեղենի արտահանումը նվազել է կամ դա միայն ծաղկի արտահանման արդյունքում է եղել։ Ինչ վերաբերվում է մեր ագրովերամշակման ապրանքների արտահանմանը, դուք նշեցիք, դա միայն կոնյակն է արտահանվում։ Այդպես չէ, 2024 թվականին, եթե մենք խոսում ենք կոնյակի սպիրտի արտահանման մասին, ապա այն նվազել է, 96% է կազմում 2023 թվականի համեմատ։ Եթե մենք խոսում ենք շշալցված կոնյակի արտահանման մասին, ապա այն աճել է, 6% է կազմում։ Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև սուբսիդավորման ծրագրերին։ Նշվել է, որ 2024 թվականի վերջին օրերին կառավարության որոշմամբ շուրջ 39.5 միլիարդ դրամի միջոցներ տեղափոխվել են 2025 թվական։ Արման Ղազարյանը նշել է, որ 2022-ից 24 թվականների չիրականացված ծրագրերն էլ պետք է ավարտվեին նույն տարում կամ ծայրահեղ դեպքում հաջորդ տարում։ Մինչդեռ այդ հետաձգումները ներկայացնում են որպես ձեռքբերում, ինչը հարցեր է առաջացնում ծրագրերի արդյունավետության եւ հաշվետվողականության վերաբերյալ։ Ես այս հարցի մտահոգությունը չեմ հասկանում, եթե անկեղծ ասեմ, որովհետեւ ես թվարկեցի, մենք 2024 թվականին համաֆինանսավորել ենք 57 միլիարդ դրամ եւ ավել, որի մի մասը կազմել են 24-ին հաստատված եւ ավարտված ծրագրերը, մի մասը 23-ին հաստատված, մի մասը 22-ին հաստատված, այո, որոշակի աշխատանքներ տեղափոխվել են, նախ այդ տեղափոխվածների տարեգրումը սկսում է 2022-2023 թվականներից։ Քաղաքապետարանի բյուջեի քննարկման ժամանակ ներկաները հիշել էին վարչապետի Էստոնիա կատարած այցը։ Այն առումով, որ մայրաքաղաք Տալինում հասարակական տրանսպորտով երթևեկելն անվճար է։ Նշվում էր, որ նման համակարգը Տալինում հնարավոր է համայնքային բարձր եկամուտների եւ արդյունավետ կառավարման շնորհիվ։ Մեզանում, սակայն, տարածքային անհամաչափությունն ու ֆինանսական սահմանափակումները հարցականի տակ են դնում նման քայլի իրատեսականությունը։ Պարոն Թունյան, այդ փոփոխությանը մենք պետք է 3 գնայինք, նախորդ տարի գնայինք, 15 տարի առաջ գնացած լինեինք եւ լավ 15 տարի առաջ գնացած չլինեինք միգուցե, բայց տարածքային կառավարման փոփոխություններին զուգահեռ, համայնքների խոշորացմանը զուգահեռ, այս փոփոխությունը սա մեր ընդունած խարտիայի կարևորագույն մասը տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող եվրոպական խարտիայի կարևորագույն մասը, այսինքն առանց հարկերից մասհանման, առանց ֆինանսական ռեսուրսի տրամադրման, այս փոփոխությունները կիսագործողություններ են։ 2024-ին հասարակական տրանսպորտի ոլորտում իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից ներդրվել է միասնական տոմսային համակարգ։ Տիգրան Ավինյանի խոսքով սա քաղաքապետարանի նախաձեռնած թվային փոխակերպման կարևորագույն ծրագրերից է, քանի որ առանց թվայնացման արդեն անհնար է քաղաքացիներին որակյալ ծառայություններ մատուցել։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 10-ին Բրյուսել կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրամիության ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրյուների հետ։ Քննարկման արդյունքում ԵՄՀՀ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը շուտով կփոխանցվի հայկական կողմին։ 2009 թվականին արևելյան գործընկերության ծրագրով Եվրամիությունը ուներ առանձին պայմանագրեր բոլոր 6 երկրների հետ գործողությունների իրականացման հետ կապված եւ Հայաստանը բավական լավ տեմպերով իր գործողությունները իրականացրել էր, ինչին ի պատասխան արդեն որպես Հայաստանի Հանրապետությունում բարեփոխումների արդյունքների գնահատում Եվրամիությունը նաեւ վիզաների ազատականացման գործընթաց է սկսել։ Բանկային խարդախությունների զոհերն այս տարվա առաջին եռամսյակում նախնական տվյալներով 408-ն են։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը տեղեկացրել է, որ հայկական բանկերը խարդախության զոհ դարձածների վարկերը մինչև դատարանի որոշման հրապարակումը կսառեցնեն։ Բանկերը պարտավոր են փոխհատուցում վճարել, եթե ապացուցվի անձնական տվյալների եւ գումարի արտահոսքի մեջ նրանց մեղքը։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ դեպքերի մեծ մասում մարդիկ իրենք են ազգուշորեն անձնական տվյալներ փոխանցել խարդախներին, PIN կոդեր, քարտային, բանկային հաշվեհամարներ կամ նույնիսկ անձնագրային ինֆորմացիա։ Գլխավոր դրամատան ղեկավարը նշել է, եթե խարդախությունը տեղի է ունեցել հաճախորդի անուշադրության պատճառով, բանկերը կփորձեն լուծումներ գտնել անհատական հիմունքներով։
Հակոբյանը ուսումը կշարունակի Չինաստանում, արկա թե հեռակա։ Իմ քայլը հիմնադրամից հայտնում են, որ կազմակերպության գործադիր տնօրեն Հակոբյանը սեպտեմբերին կմեկնի Չինաստան։ Երկամյա մագիստրոսական ծրագրով ուսանելու չինական փիլիսոփայություն Պեկինի նորմալ համալսարանում, ուսումնասիրելու չինական փիլիսոփայական դպրությունները, բարոյագիտություն և քաղաքական տեսության համակողմանի ուսումնասիրությունը։ Անցյալ տարի սկսված կրթվել է նորաձևեշարժումն այսօր արդեն ընդգրկում է մոտ 8000 մասնակից և հասցրել է հանդիպումներ կազմակերպել Հայաստանի 19 համայնքներում։ Ըստ հաղորդագրության Աննա Հակոբյանի մագիստրոսական կրթությունը Չինաստանում միաժամանակ կարող է ծառայել որպես երկխոսության հարթակ, փոխադարձ հարգանքի, մշակութային փորձի փոխանակման և համագործակցության ամրապնդման համար։ Միջազգային անցուդարձը մնում է լարված, սպասումները հոռետեսական։ Մինչև ԱՄՆ-ի դաշնային իշխանությունները մեծացնում են Լոս Անջելեսում տեղակայված զինվորական ստորաբաժանումների անձնակազմը, միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի ցույցերը ճնշելու համար հանրահավաքների ալիքը տարածվում է երկրի մյուս քաղաքներով։ Ցույցեր են սկսվել Սան Ֆրանցիսկոյում, Դալասում, Չիկագոյում, Ատլանտայում, Թամփուում, Հյուսթոնում և Նյու Յորքում։ Ռուս-ուկրաինական ճակատում պատերազմող կողմերը շարունակում են գիշերային հրթիռակոծություններով ավերել միմյանց ենթակառուցվածքները։ Միջազգային լրահոսի խճանկարը մեկ տեսաշարով։ Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հակամարտություն սկսելու դեպքում Իսլամական Հանրապետությունը կհարվածի մերձավոր արևելքում գտնվող բոլոր ամերիկյան բազաներին։ Անցյալ շաբաթ փորձարկել ենք 2 տոննա կշռող մարտագլխիկով հրթիռ։ Եթե մեծ հակամարտություն պարտադրվի, մյուս կողմի կորուստները անշուշտ ավելի մեծ կլինեն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ստիպված կլինի լքել տարածաշրջանը, ասել է նա։ Խարկովում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման զոհ է դարձել առնվազն 3 մարդ, 60-ը վիրավորվել են, այդ թվում 8 երեխա։ Վարչակազմի տվյալներով քաղաքը հարձակման է ենթարկվել շահեդ տիպի 17 դրոններով։ Վնասվել են բազմահարկ բնակելի շենքեր, ձեռնարկություններ եւ քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Հարձակման է ենթարկվել նաեւ Օդեսայի մարզը, կան ավերածություններ։ Ռուսական կողմն էլ հայտնում է, որ անցած գիշեր հակաօդային ուժերը խոցել են 32 հարվածային դրոն։ Կուրսկի մարզում վիրավորվել է 3 երեխա։ Տամբովի Վարոդի գործարանում հրդեհ է բռնկվել, որն ուղեկցվել է 1.5 տասնյակ պայթյուններով։ Ուկրաինացիներն արդեն 4-րդ անգամ են հարձակվում գործարանի վրա, որը Ռուսաստանում հաշվիչ եւ հրետանային զինամթերքի Վարոդի խոշորագույն արտադրողներից մեկն է։ Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասը եւ ոստիկանապետ Ջիմ Մակդոնելը քաղաքի կենտրոնի որոշ հատվածներում պարետային ժամ են հայտարարել ներգաղթային ծառայության ռեյդերի դեմ բողոքի ցույցերի ֆոնին։ Այն կտևի մի քանի օր, ժամը 20-ից մինչև առավոտյան 6-ը։ Արդեն կան ձերբակալվածներ, որոնք խախտել են պարետային ժամը։ Քաղաքը զգալի վնաս է կրել, հայտնել է Քարեն Բասը եւ կոչ արել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել անօրինական ներգաղթյալների դեմ ներգաղթի եւ մաքսային ծառայության շուրջ գալները։ Նա ասել է, որ փորձում է կապ հաստատել Թրամփի հետ հարցը քննարկելու համար, բայց դեռ ապարդյուն։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը կոչ է արել, մեջբերում եմ, ձյութով լղոզել Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին եւ կոլոլել փետուրների մեջ, որպես պատիժ Լոս Անջելեսում բողոքի ցույցերի ժամանակ իր վարքագծի համար։ Ջոնսոնը չի պնդել, որ Նյուսոմը պետք է ձերբակալվի, ինչպես առաջարկել էր նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն շեշտել է, որ Նյուսոմը մեղսակից է իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակմանը։ Իլոն Մասկը գրել է, որ զղջում է Թրամփի մասին որոշ գրառումների համար։ Դրանք չափազանց հեռու գնացին, խոստովանել է միլիարդատերը։ Թրամփը եւ Մասկը հրապարակավ վիճել են բյուջեի նախագծի թեմայով։ Մասկը Սպիտակ տան ղեկավարին ստախոս էր անվանել։ Նշել էր, որ առանց իրեն Թրամփը չէր հաղթի ընտրություններում։ Թրամփը պատասխանել էր, որ իր նախկին համախոհը խելագարվել է եւ առաջարկել, որ Մասկի ընկերություններն այլևս չստանան պետական սուբսիդիաներ եւ պայմանագրեր։ Նրանց հաշտեցնելու փորձեր էին արել գերտերության ղեկավարի եւ մոլորակի ամենահարուստ մարդու ներկայացուցիչները։ Բաքվում կայացել է անսահման եղբայրություն 4-րդ բազմազգ վարժանքների պլանավորման խորհրդաժողով, որոնք կանցկացվեն սեպտեմբերին Ադրբեջանում, Ադրբեջանի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Ղազախստանի եւ Պակիստանի հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, խորհրդաժողովի ընթացքում մասնակից երկրների հատուկ նշանակության ջոկատների ներկայացուցիչները քննարկել են վարժանքների ընթացքը, կազմակերպման հարցեր։ Մանրամասն պլանավորել վարժանքների գործնական փուլը եւ տարբեր սցենարներով կատարվելիք առաջադրանքները։
Պատվաստանյութերը կրկին արդիական կլինեն, քանի դեռ կորոնավիրուսի նոր նիմբուս շտամը արագ տարածվում է Եվրոպայում։ Այն խիստ վարակիչ օմիկրոնի տարատեսակ է եւ կարող է վարակման դեպքերի ալիք առաջացնել հունիս եւ հուլիս ամիսներին, զգուշացնում են մասնագետները։ Նիմբուսի ախտանիշներն են հոգնածություն, ջերմություն, մկանային եւ կոկորդի ցավերը։ Ցայտնոց սակայն այս անգամ չի առաջանա։ Եղած պատվաստանյութերի արդյունավետության մեջ մասնագետները վստահ են։ Հետպատերազմյան շրջանում հոգեկան առողջության հանդեպ վերաբերմունքը դեռ զերծ չէ լռությունից եւ դիմանալու ակնկալիքից։ Շատերի համար ներսում կատարվողը հիվանդություն չէ, իսկ օգնության դիմելը պարտադիր քայլ չի համարվում։ Այս մոտեցումը շարունակում է ձևավորել հասարակական վերաբերմունքը հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ։ Ինչու ենք մենք վերջին րոպեին գնում հիվանդանոց, որովհետև գտնում ենք, որ այն վատ իրադարձությունների ֆոնի վրա, որոնց մենք ենթարկվում ենք, մի քիչ հիվանդ լինելը պրոբլեմ չի։ Եվ այս իմաստով շատ հետաձգում ենք, օրինակ, մեր ստուգումը, առողջությանը հետևելը եւ այլն, իսկապես կայուն եւ պինդ ուժեղ ժողովուրդ հասարակություն ենք մենք։ Ինձ պատմեց մի ուրեմն զրուցակից վերջերս մարզերից մեկում ապրող գյուղերից մեկում սահմանամերձ, որ ահա բլուրներից մեկի վրա վերջին իրադարձությունների հետևանքով հայտնվեց մեծ ադրբեջանական դրոշ, որը իրենք ստիպված են տեսնելու առավոտից երեկո, եւ միևնույն ժամանակ նա ասում է, որ մենք այդ բլուրի տակ միշտ կախել ենք լվացքը Բաքում եւ հիմա այդ պարանների վրա այնքան երեխաների, այնքան մանկական շորիկներ են կախված, այսինքն մարդիկ շարունակում են երեխա ունենալ, չեն վախենում, արհամարում են վտանգը։ Իսկապես մենք քաջ արի ժողովուրդ ենք եւ շատ տոկուն ենք։ Հայաստան է ժամանել բրիտանացի կենդանաբույժների մասնագիտացված խումբը, որը վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի եւ կենդանիների փրկության միջազգային կազմակերպության հետ գործակցությամբ վայրի կենդանիների փրկարար կենտրոնում գտնվող երկու գորշ արջերի բուժօգնություն է ցուցաբերել։ Վիրահատվել են Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի բնակելի տարածքից եւ Սիլիկյան թաղամասի ավտոսպասարկման կետից փրկված արջերից երկու արու առանձնյակները։ Տարիներ շարունակ գերության մեջ վանդակներում բանտարկված լինելու եւ ճաղավանդակները կրծելու հետևանքով նրանց ատամները լրջորեն վնասվել էին։ Վիրահատությունից հետո արջերն իրենց լավ են զգում։ Reopen Media-ի հաջորդ լրատվական թողարկումը ժամը 21-ին է։ Փնտրեք մեզ YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում, X-ում, Facebook-ում։ Տաղավարում աշխատեց Աննա Մարգարյանը։ Կհանդիպենք։